Բարև ձեզ, արդեն տևական ժամանակ տաճարի դռները դադարել են բացվել միայն պատարագների, ժամերգությունների եւ աղոթքի համար։ Աղոթն էլ կարծես դադարել է լինել միայն Աստծո հետ հաղորդակցվելու միջոց եւ հոգու շնչառություն։ Աղոթքի խոսքերն էլ կարծես դադարել են ավարտվել միայն ամենով։ Ամենը դուրս է գալիս տաճարի պատերից, խառնում է քաղաքական տեքստերին եւ շարունակվում հրապարակներում, սոցիալական ցանցերում եւ քաղաքական հայտարարություններում։ Աղոթքի խոսքերին, եկեղեցու զանգերի ձայներին, սաղմոսներին ու շարականներին եկել միախառնվել է կասկածն ու պայքարը, ով է տնօրինում հայոց հավատքի տունը, ում ձեռքում է գտնվում հայ առաքելական եկեղեցու ճակատագիրը, եկեղեցու մաքրության համար պայքարող հավատացյալի եւ իշխանության, բանտում գտնվող սրբազանների, կաթողիկոսին հրաժարականի կոչ անող հոգևորականների, թե քաղաքական շահեր սպասարկող կուսակցությունների։ Մինչ մենք հետաքրքրված ենք մեր հոգևոր տան հարցերով, աշխարհի մյուս ծայրում շարունակվում է աշխարհաբաժանելու, նոր քարտեզներ գծելու եւ վերագծելու, նկարելու եւ վերանկարելու այս գործընթացը, ամեն մի խոսքը ուկրաինական պատերազմի մասին է, ամեն մի հանդիպում, ամեն մի բանակցություն, ամեն մի արտասանված նախադասություն եւ բառ կարող է ստեղծել քարտեզները գծելու եւ վերագծելու նոր իրողություն, նոր հրամայական։ Առաջիկա 30 րոպեների մասին այս հարցերի մասին ենք խոսելու, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։ Բարև ձեզ, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Բավական երկար ժամանակ չենք հանդիպել։ Դուք գնացիք Միացյալ Նահանգներ, հետ եկաք, Հայաստանում դեռ եկեղեցու թեման շարունակում է մնալ ամենաարդիականը, նախորդին եւս իրադարձություններ տեղի ունեցան, վարչապետը մասնակցեց հերթական անգամ պատարագի, որի ընթացքում դարձյալ զեղչվեց կաթողիկոսի անունը, 10 եպիսկոպոսներ մեկ անգամ 8 էին, հիմա 10 եպիսկոպոսներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, առաջարկում են ինքնակամ կոչվել հանգստի, այնտեղից անազատության վայրից 2 եպիսկոպոսներն են հայտարարություն անում, այսօր էլ Արշակ Սրբազանը, ում վերագրում է տեսանյութը, ասուլիս հրավիրեց եւ մի քանի հարցերի անդրադարձավ։ Ընդհանուր առմամբ ինչ է կատարվում, օղակը սեղմվում է կաթողիկոսի շուրջ։ Նախ ամիսներ առաջ, երբ որ այսքան սրված չէր, հենց ձեր եթերում ասի ճիշտ կլինի, որ Գարեգին II-ը դեկտեմբերի 31-ին ուղղակի հրաժարական տա առողջական պատճառով, եւ դա լավագույն լուծումը կլինի։ Ինչի ես դա ասեցի, որովհետեւ պատկերացնենք ինքը հաղթեց։ Հրաժարական չի տալիս։ Մենք ում հաղթանակն ենք դա համարելու։ Այդ կառույցը, որը կարող էր մեզ ծառայել, մեզ օգներ, առաջնորդեր, հեղինակավոր լիներ, երկրի ներսում հազար ու մի խնդիրների պատճառով մենք շատ ունենք հեղինակավոր մտավորականներ, որ կանգնեն արանքը, պատկառանք ներշնչող, որ հետ կքաշվենք, կասենք ճիշտ են ասում։ Մի հատ կառույց ցույց տվեք։ Անկամ դա գիտությունների ակադեմիան չի, երբ որ մենք ունեցել ենք ակադեմիայի նախագահներ, որ անունը լսելով ոտքի է իր կանգնում։ Դա մտավորականներ չի Հովհաննես Թումանյանի նման, որ կարող ազգերի արանքը մտներ, կոնֆլիկտը կանգնեցներ իր հեղինակությամբ։ Դա եկեղեցին չի։ Բայց ուր ենք գնում։ Դրա համար այս կոնֆլիկտի մեջ ասել ես կոնֆլիկտի կողմ չեմ, ոչ իշխանության, ոչ էլ մյուս կողմի։ Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ մենք օբյեկտիվ նայենք, մենք ինչ ենք ուզում։ Նախ նրանք, ովքեր ասում են, որ հրաժարականը կանոնակարգով չի կաթողիկոսի։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե այն մթնոլորտը ինչին պետք է ծառայես, դրա օրինականը ո՞րն է։ Բերենք օրինակը ուրիշների վրա, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Հռոմի պապերն էլ հրաժարական չեն տալիս։ Նրանք գահին հրաժարական են տալիս մեռնելուց հետո։ Բայց չխանգարը չէ, որ Բենեդիկտոս 16-րդը 2013 թվականին հրաժարվեր, ընդել դրանից հետո 9 տարի էլ ապրել է։ Այնպես չի, որ արդեն վերջի շնչում էր։ Այն դեպքում, երբ որ դրանից վերջինը ինքը երրորդն էր եղել, որ հրաժարական է տվել։ Երկրորդը Գրիգորի 12-րդը 600 տարի առաջ էր հրաժարական տվել։ Այսինքն 1415 թվականին, այսինքն անգամ ավանդույթ չկար հրաժարական տալու, 600 տարի էր անցել։ Ես ինչ եմ ասում, սա պատճառ չի, եթե դու գիտես, որ մթնոլորտը այնպիսին է, որ
չի հասկացում։ Միևնույն ժամանակ ես մանավանդ որ մենք գիտենք մեր խնդրը որն էր, որ եկավ խորհրդային միությունը տապալվեց, մենք անկախ պետություն ենք։ Անկախ պետության համար մենք պետք է կարողանայինք ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը որակապես փոխել, որտեղ դա եղել էր խորհրդային միության ազդեցության տակ։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Այն ժամանակվա հայաշական իշխանությունն էլ Վազգեն առաջինի վրա հարձակվեց։ Պետք է փոխենք, էսանենք վիրավորական արտահայտություններ։ Լավ այդ մարդու բախտը բերեց մեռավ գնաց պրծավ իրանցից։ Բայց դա այնստո ինչ արեց հայաշական իշխանությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակեց Գարեգին առաջինին։ Ինչա Անտիլիասին եւ Մայրաթորը միավորեց, թե տարաձայնություններն ավելի։ Նման ենթատեքստում ինչ-որ շշուկներ կային, որ ցանկությունը դա է, չէ՞։ Հա, բայց հաջողվեց դա։ Չհաջողվեց իհարկե։ Բացի դրանից, եկել էր մտավորական մարդ, որ խոսում էր հավեսդ գալիս էր։ Է դրանից հետո ինչ եղավ։ Դրանից հետո եղավ Գարեգին երկրորդը, որին էլ նշանակեցին։ Էդ էլ արդեն եղավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Նաև Վազգեն Սարգսյանի շատ կոշտ միջամտությամբ այդ ամեն ինչի մենք ինչ շահեցինք։ Ու ես չեմ ուզում, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը նշանակի։ Ես ուզում եմ, որ այդտեղ մնա իրանք այդ որոշումը կայացնեն։ Այսինքն իրանք ինչպես կայացնեն այդ որոշումը։ Նախ հեռանալ չհեռանալու մասով, հիմա գիտեք, մի մասը երկու մասի է բաժանված եկեղեցական կարծիքը ըստ էության։ Մի մասն ասում է, որ որևէ հնարավորություն չկա կաթողիկոսին հեռանալու, քանի որ որևէ լուծում չի կարող լինել ազգային եկեղեցական ժողովի որոշումից անդին, եւ որ կաթողիկոսի հեռանալը դասալքություն կնշանակի, սրա հետ միասին 10 եպիսկոպոս նամակ են գրում, հայտարարություն են տարածում, որ ճիշտ կլինի իրականության հետ առերեսվի, ես բառացի չեմ մերպերում եւ ինքնակամ հանգստի կոչվի։ Նախ ինչ է նշանակում ժողովի արդյունքում ընտրվել է եւ հնարավոր չի դա փոխել։ Այսինքն եթե մարդ առողջական խնդիր ունի, դա ինչ է նշանակում։ Ես ասեմ, անազատության մեջ գտնվող սրբազանները առաջարկում են ազգային եկեղեցական ժողովի օրակարգ ամեն ինչ կարող է եւ իրենց ներկայությունն էլ ապահովել։ Խնդիրը ուրիշ է։ Այսինքն երբ որ իրանք ասում են չկա նման կանոնակարգ, այտենց դեպք կա որ մարդը ասի այլևս ի վիճակի չեմ ծառայել, ասեն չէ պետք է ծառայես։ Չկա, չէ՞։ Բայց ինչի ամիսներ առաջ ձեր մոտ ասի, որ ուղղակի ասի, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով ես հեռանում եմ եւ դրանից որևէ մեկը Հռոմի Պապի հեռանալու նրան դասալիկ համարեց, նա մտավորական մարդ էր։ Մինչև կյանքի վերջ հարգանքը իր պատիվը մնաց, որ ինքը ասեց ժողովուրդ ջան, բերեք ես գնամ, էլի, դրանով ավելի շատ կօգնեմ։ Նրան ավելի շատ հարգում էին արդեն պաշտոնաթող Հռոմի Պապը լինելով, որտեղ տեսան այդ քայլը, հանուն ինչի դա արվեց, որ մեկ ուրիշը թող գա ավելի նորմալ ձևով այդ։ Այսինքն դա պատճառ չի։ Մյուսը ես ուզում եմ, որ նաև մյուս ծայրահեղության մեջ չընկնենք, որտեղ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է պետք է բարեվարկության ինստիտուտը անպայման գործի մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության խնդիր ենք դնում, կաթողիկոսին ոնց պետքա չլինի։ Առաջինը բարեվարկության խնդիրը աշխարհիկ իշխանությունը չպետքա լինի, դա դնենք մի կողմ, իրանք իրար մեջ պետք է անեն։ Երկրորդ, ելի մենք պատկերացնում ենք, որ հայ առաքելական եկեղեցին Էջմիածունում հավաքված մի քանի հոգի են, նրանց բարեվարկությունը կարող ենք ստուգել։ Բայց դրա համար պարբերաբար ես հիշեցնում եմ, որ չէ որ մենք ունեցել ենք Վազգեն առաջին, որ եկել է Ռումինիայից։ Եվ ով պետք է նրա բարեվարկությունը ստուգեր։ Երեխա ունի թե չէ։ Թե հնարավոր չի ստուգել իմանալ։ Ինչպես Ռումինիայում ուղարկելու եք հատուկ ծառայության, ասեք բոլոր երեխաների ԴՆԹ անալիզը վերցրեք, մի հատ պարզենք։ Այսինքն մենք էլի պատկերացնում ենք, որ կլինի մի քանի հոգի, որոնց մեջից Նիկոլ Փաշինյանը կասի այս մեկի բարեվարկությունը ստուգեցինք, բայց դա չեղավ հայ առաքելական եկեղեցի, աշխարհասփյուռ կառույց։ Մենք քանի թեմ ունենք դրսում, նրանցից որևէ մեկը իրավունք չունի մասնակցի, նրանց բարեվարկությունը ոնց է ստուգելու։ Քանի անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Եթե լավ բան ես ուզում անես, զգուշ եղի, մի հատ հասկացի դա ստացվի թե չէ, հակառակ արձետություն չունենա։ Այսինքն ինչի եմ ասում, որ
Այդ պետք է ընդհանրապես հանել արանքից, իրանք պետք է իրար մեջ որոշեն։ Այդ չեմ ասում, իշխանությունը չստուգի, բայց եկեղեցին այդ ինստիտուցիոնալ համակարգված կառույցն է իր հիշողությամբ, իր անցած ճանապարհով եւ այլն, եկեղեցու համար դա բարդ բան չի իմանալ, եթե ով է դատավորը, հա։ Նկատի ունեմ, որ մյուս տարեղության մեջ չընկնելու համար, որովհետև այն ինչ որ վերաբերում է Գարեգին երկրորդին, երևի ինձանից շատ ոչ մեկը չի անդրադարձել։ Ուղղակի անդրադարձել եմ այն ժամանակ, երբ որ իրան քննադատելը մոդա չէր։ Ես օբյեկտիվորեն ասել եմ, ոնց թե Պուտինից մեդալ ես ստանա, որ ինչ անես։ Ոնց թե Եզրաս arczepiskopos-ը օրհնում է Ուկրաինա մարդ ուղարկող մարդասպանին, Ռուսաստանի քաղաքացին ազգությամբ հայ, դու հայկական բան ես սարքում, բատալյոն, եւ ուղարկում ես մարդ սպանելու եւ օրհնում ես դա քո ինչ անելու գործն է, իսկ չենք խոսել այդ մասին, կամ ստացած մեդալները, կամ չգիտես ընկերը, կամ նրանց ծառայելը, դա լրիվ ուրիշ խնդիր է, այսինքն մենք չենք քննարկում իր տեղում է թե չէ Գարեգին երկրորդը, մենք քննարկում ենք դրանից հետո կունենանք արդյոք մաքրվելու հնարավորություն, թե հիմա էլ կլինի Նիկոլ Փաշինյանի նշանակած կաթողիկոսը, այս է հարցը։ Իսկ կաթողիկոսի այսօրվա լռությունը, գործողությունների բացակայությունը ինչով բացատրել, նրան ըստ էության մեղադրանք է ներկայացվում, նաև հոգևորականների կողմից, որ որևէ գործողություն չի ձեռնարկել, Արշակ Սրբազանի արարքները կոծկել է եւ այլն։ Արշակ Սրբազանն ասում է, որևէ բան չեմ արել, որի համար պիտի ամաչեմ, եւ ինքն էլ հակված չէ այս պահին առնվազն հակված չէ ծառայությունը դադարեցնելու։ Սա խոսում է դիմադրության մասին, նահանջ չանելու, չհրաժարվելու եւ այսպես շարունակվելու մասին, դա է նշանակում։ Եթե իրանք ցանկանում են ուղղակի ժամանակի վրա խաղալ, մինչև ձգենք տեսնենք ինչ ալնում, մինչև ձգենք տեսնենք ընտրություններում ինչ է լինում, բայց դա լուրջ չի։ Մինչև ինչ է լինում երբ։ Հա, հենց դա է հարցը, որովհետև այսպես նայենք, մենք ունենք հեղինակության պակաս։ Մենք դա ենք ուզում։ Ես պատահական չի, օրինակ Վազգեն առաջինն էլ հաստատ եթե KGB-ն իր թղթերը նայած չլեր, ինքը կաթողիկոս չէր դառնա։ Բայց դա խանգարում էր աթեիստական խորհրդային միությունում նրա նկատմամբ պատկառանք ունենալ, մեծագույն հարգանք ունենալ նրա նկատմամբ։ Ինչ որ մեկը ովքեր որ լավ իրանցից առաջ Գևորգ Սեբան կարողա չհիշեն, բայց գոնե Վազգեն առաջինին հիշում են, չէ՞։ Հիշում են եւ նրա նկատմամբ կար նենց անհարգալից վերաբերմունք։ Այսինքն հիմա առավել եւս մենք ունենք, որովհետեւ որևէ խնդիր չկա, որ աշխարհիկ իշխանության ազդեցության տակ լինի։ Մենք մի հատ չենք ցանկանում գիծը քաշենք, նոր անենք, որովհետեւ հենց անկախացանք այլանդակությունը մտավ մեր մեջ։ Եթե այն ժամանակ Մոսկվան էր նայում թղթերը, հիմա պետք է Հայաստանի իշխանությունները նայեն։ Այսինքն մենք չուզեցինք որակապես խնդիր լուծենք։ Լավ, իսկ այս օրերին Հռոմի Պապը այցելեց Թուրքիա, նաև Ստամբուլի հայ առաքելական եկեղեցում աղոթեց եւ ողջույններ հղեց նաև հայ առաքելական եկեղեցուն եւ կաթողիկոսին։ Սա կարծում եք ուղիղ միջազգային աջակցություն է, թե սա այն դեպքն է, երբ որ պետք է հակառակը հասկանալ։ Փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Էդվարդ Տանտինյանի հետ, շարունակելով եկեղեցու թեման, արդեն Հռոմի Պապի այց Թուրքիա եւ հայկական եկեղեցում աղոթք եւ ողջույն հայ առաքելական եկեղեցուն եւ կաթողիկոսին, սա ուղիղ աջակցություն է, թե այլ ենթատեքստ ունի։ Անկախ նայած դա ուղիղ աջակցություն է, թե չէ, որևէ ազդեցություն չի ունենալու։ Ինչու չի ունենալու, որովհետև Լեո 14-րդը նոր է Հռոմի Պապ եւ դեռ չի հասցրել ինքը իր ոչ թե պաշտոնի, այլ հեղինակության արդյունքում շատ լուրջ դերակատարություն ունենա աշխարհում։ Եթե ինքը ուղղակի իր կարծիքն է հայտնում ողջունում է, դա իր գործն է։ Գործընկերներն ողջունում է։ Կարող ես դա հարգել, կարող ես չհարգել, իսկ եթե հարգես, ինչ ես անելու։ Ապտե ասես, որ ինքը ասում է, այսինքն դա չդառնա էլի որ տղա ենք բերում։ Հետո չմոռանանք, որ Հռոմի Պապը շատ ավելի մեծ լիազորություններ ունեցող է եւ քաղաքական առումով համեմատելի չի, որովհետեւ եթե պետք էր Լեհաստանը Արևելյան Եվրոպայում պոկել, արևմուտքը ինչ արեց։ Սոլիդարնես շարժումը,
բայց լեհերն ասին ժողովուրդ ջան, բայց մենք արևելյան Եվրոպայում ենք, ով ենք մենք արևմուտքի համար։ Հիմա լավ, ցեցը գցենք։ Գցեցինք, բայց դուք մեզ մարդու տեղ եք դնում թե չէ։ Ասին հենց հիմա ոտները կախցեք, հեսա գալիս ենք։ Ինչ արեցին, Կրակովից կարդինալ Կարլ Յոզեֆ Վոլտիլային տարան դարձրեցին Հռոմի պապ 1978 թվականին, որից հետո արդեն 80 թվականին Սալիդարնեստը շարժումը սկսեց, արդեն ամբողջ աշխարհի հետ աջակցություն Հռոմի պապի միջոցով։ Ուզեմ ասեմ, մենք էլ ենք տեսել եւ պետք է հիշել, թե դա շատ այն ժամանակ շատ լուրջ քայլ էր։ Ինչի, որովհետեւ 455 տարի ոչ իտալացին չէր եղել Հռոմի պապ։ 1523 թվականից Հռոմի պապը միշտ եղել էր իտալացի եւ մեկ էլ դա զուտ քաղաքական որոշում էր։ Այն էլ, որ միջ գործից տեղյակ մարդիկ գիտեին, որ Հովանես Պողոս առաջինը ընդամենը 33 օր պաշտոնավարեց ու շատ կասկածելի հանգամանքներում մահացավ 66 տարեկանում եւ շատ մարդիկ գիտեն, որ դրա տակ ինչ կա, շատ արագ տեղը պետք է ազատեին։ Ուզում եմ ասեմ, մենք դա էլ գիտենք, որ եթե պետք է եղել, այո, Իրանից հետո եկավ արդեն գերմանացի, ոնց որ ասենք Բենեդիկտոսը, եկավ Ֆրանցիսկոսը Արգենտինայից, եկավ Լեո 14-րդը Ամերիկայից, բայց դա առաջինը զուտ քաղաքական որոշում էր։ Այսինքն հասկանում եմ, որ կարող է իր գործընկերոջը օգնի, բայց որ ասեմ Հայաստանի ներքաղաքական կյանքում դա ազդեցություն կունենա, չեմ կարծում։ Քանի որ ասացիք Հայաստանի ներքաղաքական դաշտում, ես ուզում շոշափենք նաև եկեղեցի եւ քաղաքական դաշտ, եկեղեցի եւ քաղաքական կազմակերպություններ, եկեղեցի եւ կուսակցություններ էս հարթության մեջ դիտարկենք, կան քաղաքական կազմակերպություններ, որոնք ցանկանում են օգտագործել եկեղեցու ուժեղացումը կամ թուլացումը իրենց քաղաքական նպատակների համար Հայաստանում։ Ես չգիտեմ, մեր ձևով շարժումը իր կարծես ձևավորում է եկեղեցու պաշտպանության այդ գաղափարի շուրջ, սա եկեղեցուն պաշտպանել է, թե եկեղեցու որպես գործոն օգտագործել է։ Նույնիսկ եթե նպատակը պաշտպանելը լինի, արդյոք դա արդյունավետ է։ Որտեղ եթե մենք խոսում ենք, որ եկեղեցին անջատ է պետությունից, եւ այդ դեպքում մենք մեղադրում ենք, որ հարգելի եկեղեցականներ, այդ որ գնացել եք միտինգի, դարձել եք դիմադիր եկեղեցականներ, դուք ուզում եք իմանաք, այսինքն իմ հարգանքը ձեր նկատմամբ որը պետք է լինի։ Դա եկեղեցու, բայց հավատացյալների հետ աշխատելու համատեքստում չկար հարկերի հավատացյալներ, ինձ ցայն տվեք, ես պաշտպանեմ եկեղեցին։ Չէ, մեկը դա չի աշխ, ասեմ ինչի, որովհետև հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հեղինակությունը, հարգանքը, պատկառանքը շատ մեծ է, բայց սպասավորների նկատմամբ չէ։ Սպասավորները ինչքան չարչարվում են իջացնել մարդկանց մեջ հայ առաքելական եկեղեցու դերը, չի ստացվում, ախր շատ ապաշնոր են։ Ու գիտեք ինչն է հարցը, մարդիկ ավտոմատ կերպով այդ հարգանքը եկեղեցու նկատմամբ տրանսֆորմացվում են նաև պաշտոնյաների նկատմամբ։ Եվ դա ճիշտ չի։ Նրանք արժանի չեն այն հավատացյալ ժողովրդի առաջնորդ լինելու։ Այդ ուղղակի ակնհայտ է։ Լավ, այս միջոցին նաև եղավ հայտարարություն ԲՀԿ առաջնորդի Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանը տեղադրելու վերաբերյալ։ Այս միջոցին, երբ որ եկեղեցու հետ այս հարաբերություններն են, Հռոմի պապի ուղերձները, այս ամեն ինչը հոգևոր հարթության մեջ է, հոգևոր միասնության մեջ է, ազգային ինքնության գաղափարի մասին են այս ուղերձները, թե նաև ներքաղաքական նախընտրական շահավետ դիրքավորում ունենալու։ Խնդիրը նա է, ինչքան հավատից շատ են խոսում, այնքան շատ են վնաս տալիս։ Որտեղ այս լայնամասշտաբ նյութապաշտությունը ցույց է տալի, որ մենք հավատացյալ ենք, կարող է ասենք հավատացյալ ենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, տարբեր առիթներով գնանք եկեղեցի, բայց հավատացյալ լինելու այդ ամեն ինչի պատկերացումը, եթե որևէ մեկը մտածի, որ մի քիչ էլ վատ կսնվենք, մի քիչ էլ վատ կհագնվենք, բայց կարևորը շատ ավելի մեծ արժեքներ է։ Այսօր մեր հասարակության հետ շփվելուց դուք զգում եք, որ նյութապաշտությունը առաջին տեղում չի, առաջի 10 տեղում նյութապաշտությունն է,
11-ից հետո կարող է սկսվի հայրենիք, չգիտես ինչ, այսինքն մենք լուրջ խնդիր ունենք։ Ու վատը նա է, որ այն մարդիկ, ովքեր այդ խնդիրը պետք է լուծեն, իրանք իրանցով լուծող չեն։ Ես պատահական չի, որ ասենք մտածում ենք աշխարհիկ կյանքով ապրում ենք, ինչ որ խնդիրներ չենք կարողանում լուծել, չէ՞։ Մենք մտածում ենք, իսկ եկեղեցու սպասավորը այլ գրականություն է կարդացել, այլ արժեքներ է ուսումնասիրել, այլ կերպ է ապրել իր կյանքը, գուցե ինքը վեր կանգնած է կենցաղային խնդիրներից մի հատ այնց բան մեզ հուշի, որ մենք դուրս գանք այդ վիճակից։ Կանոնը խոստովանություն կդներ, որ այդքան ընդունված չի հայ առաքելական եկեղեցում, ոնց որ կաթոլիկների մոտ է, թե անունը կդնես խորհուրդ հարցնել, դու վեր ես կանգնած այդ ամեն ինչից կամ կողք ես կանգնած, մեզ օգնի։ Գնում տեսնում ես պահեստապետ տղեկը թանգանոց մեքենաները դուսը կանգնած ժարգոնով խոսացող, այսինքն ես ինձ կհարգեմ, որ գնամ նրանցից կարծիք հարցնեմ, այսինքն իրանք անելիք ունեն, մենք դրա կարիքը ունենք։ Ես գիտեմ, որ այսինքն այն ինչ քանակության, որ մենք աշխարհիկ կյանքում ինֆորմացիա ու գիտելիք ենք հավաքում, ինքը հավաքել է այնտեղ։ Նա կարող է մեզ ասի, գիտես, այս բանը սենց արա, մի կողմ դիր այդ ամեն ինչը։ Տենում ես այդ մարդիկ տենչում են նյութապաշտության համար։ Իրանք, ասենք, մտածում են, ստե բիզնես դնենք, ստե զանգենք մեկին գործի դնենք։ Այսինքն մարդիկ դա տեսել են, իրանք են տարանջատել ժողովրդին եկեղեցուց։ Այն պահին, որ ասենք խորհրդային միության ժամանակ գնացել են եկեղեցով փսակվել ենք, որը չէր կարելի, ոչ թե չէր կարելի, այլ ասիկը լավ չէր խրախուսում։ Հա, մտածել ենք, որ բառանց եկեղեցու առանց աստծոօրհնության ո՞ց կարաս հայկական օջախ կազմեց, բայց վերջը խորհրդային միությունը կար, չէ՞։ Մեր համար դա ուղղակի այդ ձևով ենք հասկացել։ Բայց հիմա դա պարզապես մտածում են բանի հանդիսությունների սրահ եկեղեցու։ Մեքենաների կանգնելու տեղը սենց էլի, մյուսը նենց էլի, այն որ վերևից նկարում են լույսերը սենց էլի, ռակուրսը սենց էլի, եկեղեցին ընդամենը այդ հանդիսությունների սրահն է։ Ընդհանրապես մոռացել են թեման։ Սովետական միությունը հիշեցիք այն ժամանակ 15 խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, որոնց մեջ խորհրդային միությունից փլուզումից հետո հակամարտություններ են։ Մենք ու Ադրբեջանը, ռուսներն ու Ուկրաինան։ Ուկրաինայում հիմա ինչ է կատարվում այն բանից հետո, երբ ներկայացվեց Թրամփի կամ նրան վերագրվող խաղաղության ծրագիրը։ Այդ փոփոխությունները, շարունակվող բանակցությունները, վերջի զարգացումներն էլ նախ ուկրաինական պատվիրակության հետ, այսօր էլ Քուշները եւ մյուսը եկել են Մոսկվա եւ վաղը նախատեսում է հանդիպումը։ Դոնալդ Տրամփը շատ է չարչարվում, որպեսզի օգնի Վլադիմիր Պուտինին։ Տպավորությունն է, թե Վլադիմիր Պուտինը մարդկանց առաջ է բերում, դեռ էլի գրավելով առաջ են գալիս, բայց դա ուղղակի նրա համար է, որ այդ աշճանի թերագնահատում է Պուտինը Տրամփին։ Որ ասում է, տեսեք, մի քանի կիլոմետր էլ առաջ եկանք, այդ տեսեք, եթե պատերազմը չկանգնացնեք, Ուկրաինան ավելի վատ վիճակում կլինի։ Ուկրաինան մեթոդաբար Ռուսաստանի ռեսուրսներ, էներգետիկ, վառելիքաէներգետիկ ռեսուրսների հետ կապված, էլ խողովակաշարերն է հարվածում, էլ նավթավերամշակման գործարաններին է հարվածում, հազարով մի ծանր հարվածներ է հասցնում, թիկունքը դատարկում է։ Այսօր Ռուսաստանը, եթե այսօր հիմա շատ տեղեր հոսանք չկա, ջեռուցում չկա, դեմը ձմեռա, խստաշունչ ձմեռների պարագայում Ռուսաստանի, Պուտինը հիմա ասում է, փրկի, ես այս մարդկանց ոնց եմ պահելու։ Ուկրաինացին 4 տարի դիմացել է այդ հոսանք չլնելուն, ջեռուցման չլնելուն։ Ռուսաստանը չի դիմանում, որտեղ իրանք չէին սպասում, որ հարվածը գալու է դեպի իրանց մոտ։ Ու հիմա Դոնալդ Տրամփը, եթե ճնշելով փորձի Ուկրաինային տանի խաղաղության, եթե պատերազմը դա խրախուսելու է ագրեսորին, օկուպանտին, ուրեմն այդ պատերազմը չի ավարտվի։ Դա ունենալու է շարունակություն Տրամփից հետո։ Այսինքն շատ ավելի վատ վիճակով այդ պատերազմը սառեցվելու է։ Դրա համար Դոնալդ Տրամփի այդ տարբերակը, որ գոնե փորձենք մի հարց լուծենք, դա չի աշխատելու, որովհետև հիմա Ուկրաինան ցույց տվեց, որ ինքը կարող է նաև ինքը արտադրի շատ արդյունավետ հարված հասցնել Ռուսաստանին։ Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն էլ է բավական լուրջ օգնում Ուկրաինային, այսինքն այն ինչ որ ինքը թռցնում է, պայթում է իր տարածքում։ Այնպես ինքն էլ ունի լուրջ հրթիռներ, այնպես չի որ չի օգնում։ Ինքը չի կարողանում դիվերսիոն գործողությունների դեմ առնել։ Ինքը չի կարողանում պահպանել նույնիսկ իր
կենսական նշանակություն ունեցող օբյեկտները, հազիվ բերել է հակաօդային պաշտպանության համակարգերը շրջապատել է Մոսկվան, իսկ Ուկրաինան ինչ է անում, Մոսկվային այնուամենայնիվ խփում է։ Շատերը մտածում են, բան չի ես խփում, եթե գիտես չի անցնելու։ Նախ այնպես չի որ չի անցնում, անցնում է, այսինքն ինտենսիվության առումով այնպես է անում, որ անցնում է։ Երկրորդ ինքը այդ խփելով անում է այնպես, որ այդ բոլոր հակաօդային պաշտպանության համակարգերը զբաղացնեն Մոսկվայի վրա, հանկարծ ուրիշ տեղ չտեղափոխեն։ Հանգիստ կետային դնում հարվածում է ուրիշ տեղեր։ Եվ հիմա մեզ համար նաև պակաս պրոբլեմատիկ չի։ Ես միշտ բերում եմ այդ օրինակը, մենք կյանքին նայում ենք, աշխարհին նայում ենք Հայաստանի պրիզմայով։ Մինչև Հայաստանի պրիզման գալը տեսնենք այստեղ ինչ է կատարվելու, ինչ սպասել, հետո նոր կվերադառնանք արդեն այդ ամեն ինչի Հայաստանի վրա ազդեցությանը, եթե երկարում է, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Հիմա ըստ էության երկու կողմերն էլ ունեն իրենց կարմիր գծերը, այդ կարմիր գծերի համադրությունը ինչ է ցույց տալիս։ Պատերազմը ավելի շատ հավանական է, որ շարունակվելու է, թե ինչ-որ պայմաններով դադար հնարավոր է։ Այսինքն ինչ սպասել եւ ուկրաինական կողմի հետ բանակցություններից եւ դրանից հետո արդեն Ուիտկոֆի եւ Քուշների Մոսկվա այցելություն վաղը հանդիպելու են Պուտինի հետ։ Խնդիրը նա է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու որևէ տարբերակ չունի։ Կարող է ստիպված լինի դադարեցնել, որովհետեւ Տրամփն է ուզում։ Եթե Տրամփը Ռուսաստանի համար բան անում, ինքն էլ ասի դե լավ, գոնե ես էլ Տրամփին չնեղացնեմ, էլի։ Հա, բայց Տրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը այնպես փոխվեց, որ Ռուսաստանը շատ դժգոհ են կարծես այդ փոփոխված տարբերակից։ Հիմա ինչ նախանտի, նույնիսկ տպավորություն է, չէ՞ որ տեսեք Ռուսաստանը Դոնբասը կվերցնի, Էսկանի ենկանի։ Այսինքն դա ցույց տալ հաղթանակ։ Ռուսաստանը իր երկրում ցույց տա դա հաղթանակ։ Այդ իր երկրում չեն տեսել, թե դրա դիմաց միլիոնից ավել մարդ տարան կոտորեցին, որ 2000 կիլոմետր առաջ կա։ Բացի այն ինչ որ ունեին 14 թվին, բացի այն ինչ որ գրավել են այս ընթացքում, Ռուսաստանն ասում է տուր ինձ այդ 2000 կիլոմետրը ենթադրենք, ես համաձայն եմ, այսինքն դա արժեր այդ միլիոնից ավել մարդկանց կոտորելը, դա արժեր այդքան ծախսանել, դա արժեր երկիրը ռազմական ռելսերի վրա դնել, քու երկիրը կանգնացնես չքավորության եզրին, այսինքն դա արժեր, կեսաթոշակային տարիքը բարձրացնես։ Դե հիմա դուք մեկնաբանում եք, որ դա չարժեր, իհարկե չարժեր, բայց Ռուսաստանում քարոզությունը կարող է ներկայացնել եւ համոզել ռուս ժողովրդին, որ հանուն այս հաղթանակի արժեր գոտիներս ցկել եւ զոհեր տալ։ Խնդիրը նա է, որ Ռուսաստանը նաեւ ինքը կայացած լուրջ խնդրի առաջ։ Պուտինը նաեւ մեծ խնդիր ունի։ Այսինքն 800,000 մարդ վարձկան նա պայմանագրային է, պայմանագիր է, կնքե գնացել է մարդ սպանելու։ Նա հայրենիք պաշտպանող չի։ 800,000 մարդ գնացել է, ասել է բարև ձեզ, աշխատանքի տեղավորման բյուրոն է, ասել են այո, կոչում է զինկոմիսարիատ։ Ես որ գնամ ծառայեմ, ինչքան մարդ դիսպանեմ, որ պարգևավճար տակ։ Այսքան, շատ լավ, մեդալի համար այսքան, իսկ որ ինձ սպանեն կնոջից ինչքան փող պետք է տակ, այսքան։ Շատ լավ, ամեն ինչ պայմանները ինձ ձեռք է տալիս։ Էլ չեմ ասում բանտերից հանած մարդասպաներին ուղարկած։ Դուք պատկերացնում եք 800,000 վարձկան ահաբեկիչ, արուն տեսած, փող տեսած, հետ է գալու Ռուսաստան։ Դուք դրա վտանգը չեք տեսնում։ Ես դրա վտանգը, ասում ենք Հայաստանի մասին չխոսենք, բայց գոնե այդ մասով Հայաստանի մասին հետո կխոսենք։ Ես դրա վտանգը նաև տեսնում եմ, որտեղ ասած տեղաշարժ կա Ռուսաստանից Հայաստան։ Ես դրա վտանգը տեսնում եմ, որ կրակն ընկնեն այդ մարդկանց ձեռքից, կարող ասեն գնացեք Հայաստան։ Ես չեմ տեսնում վտանգը, որ Ռուսաստանի իշխանությունը կփորձի միջամտել Հայաստանի իշխանությանը, որևէ ընտրություններին, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրանց համար շատ ձեռնտու է, պետք չի ինքնախապեյությամբ զբաղվել։ Բայց ես վտանգ եմ տեսնում, որ Ռուսաստանում կլինեն ուժեր, մեծահարուստ մարդիկ, որոնք տանել չեն կարողանում ստե իշխանությանը։ Եվ այդ մարդկանց ոնց որ հավաքել էին վարձկաններ ուղարկում են Ուկրաինա կռվելու, ասեն ժողովուրդ ջան, տոմսը առնում եք, գնացեք Հայաստան։ Այսինքն դուք վտանգը տեսնում եք, եթե պատերազմը դադարում է, թե շարունակվում է։ Պատերազմը եթե դադարեց, այդ մարդիկ ինչ որտեղ գնալու են, թե չէ։ Ռուսաստանը մտածել է, եթե դրանց չեմ հանում, երկրի ներսում հեղափոխությունն է անում։ Ռուսները տեսել են երկու անգամ անհաջող պատերազմի պարագայում երկու հեղափոխություն։ Մի հատ ռուս-ճապոնականից հետո 5 թվի հեղափոխությունը, մի հատ 17 թվի հեղափոխությունը առաջի համաշխարհային պատերազմում իրանց անհաջող հարաբերակցության, որ այսինքն չէին հասկանում այդ պատերազմը իրանց դերը որն է։ Այդ զորքը հետ եկավ հեղափոխություն արեց։ Իրանք շատ լավ գիտեն ինչի է ընդունակ,
Վարձկան ահաբեկիչը մի քանի հազար իգիլի ահաբեկիչից վախենում էինք։ Ասում ենք, բալա, որ սրանք իգիլի, բա որ սրանք դուրս գան Իրաքից, Սիրիայից, բա ուր են գնալու։ Զգուշ լինենք Հայաստան չմտնեն։ Այսինքն մենք դա չնկատենք, որ այդ վտանգը կա։ Ազատ տեղաշարժ Հայաստան, տուրիստներին գալիս են մերոնք գրկաբաց ընդունում են։ Իսկ դուք թղթերը ստուգում եք, թե նա գնացել է Ուկրաինա կռվել է, թե չէ։ Մարդը գալիս է ռուսական ազնագրով, գալիս է հանգիստ մտնում է Հայաստան։ Այդ հավանական վտանգի դեմնելու մեխանիզմներ են պետք մեզ։ Իհարկե։ Նախարարինը պետք է զգուշացնել, որ այդպես կատակներ չանեք Հայաստանի հետ։ Այլապես մենք ստիպված կլինենք ուրիշ ռեժիմ կիրառել։ Ավելի լավ է մենք կանխարգելի չքայլ անենք Ռուսաստանի իշխանությանն ասելով, քան սպասենք իրանք, որովհետեւ ես վստահ չեմ, որ եթե նրանք հայտնվեն, մեր իշխանությունները նենց կատեգորիկ կռիվ են տալու Պուտինի հետ։ Ավելի լավ է նախապես ասեն, որ ուրիշ երկիր ընտրեք, մեր հետ այդ կատակները չանեք։ Ձերոնք պահում եք, դուք եք դարձրել վարձու մարդասպան, մեզ հետ գործ չունենա։ Լավ, մեկ հարցելու ավարտենք արդեն, իսկ պատերազմի դադարեցման դեպքում Ռուսաստանի անելիքները, քաղաքականությունը արդեն մեր տարածաշրջանում։ Ռուսաստանի եթե բոնուս տա Տրամպը, որ ասի հաղթողին էս տալիս ենք, դա շատ վատ է ամբողջ աշխարհի համար, նաև մեզ համար։ Այսինքն ստացվում է, որ Դոնալդ Տրամպը կանգնում ասում է, ուժերների հետ է, ուժեղ տղեկի հետ է։ Այսենց Կիմ Չեն Ընը Հյուսային Կորեայից, Լուկաշենկոն լուրջ տղա է, բայց Սիրիային է, ոնց ընդունեց, անհարմար զգացինք։ Ահաբեկիչին ոնց ընդունեց։ Էրդողանը շատ ամուր տղա է, 11 օրը 2000 տարի Սիրիա ոչ մեկը չէր կարող գրավել, ինքը գրավեց։ Դուք կարծում եք, որ Տրամպը համակրանք ունի Հայաստանի իշխանության նկատմամբ։ Չէ, նա համակրանք ունի Ադրբեջանի նկատմամբ։ Ասում է, սիրում եմ ուժեղ հաղթողներին եմ սիրում։ Իսկ դա ինչ հաղթանակ է, որ մեզ ուրախացնի։ Մենք ուզում ենք, որ Ամերիկան ուժի դիրքից հարգի թույլի իրավունքը։ Բայց այդ է նոր աշխարհակարգը։ Բայց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Ամերիկան չէր ուզում, չէ, խառնվեր, զորք ուղարկեր Եվրոպա, բայց կյանքը ստիպեց, չէ, որ ուղարկեց։ Հետո եղավ երկրորդ աշխարհամարտից հետո նոր աշխարհակարգ, Ամերիկայի բարձր հովանու ներքո Եվրոպայի անվտանգությունը ամբողջությամբ երաշխավորում էր Միացյալ Նահանգները։ Այսինքն ինչ է ստացվում։ Եթե այդ բոնուսը տվեց, մենք վաղը ոնց ենք ասելու, Ադրբեջանը ագրեսոր է, մտել է մեր տարածք։ Տրամպը կարող ասել լավ արե։ Լավ շնորհակալ եղեք, որ ավելի առաջ չի եկել։ Մեր մոտ բանակ զարգացումները լրիվ այլ ուղղությամբ են, ինքը ուժի դիրքերից, նաև իր շահերի դիրքերից խաղաղություն է իրեն պետք։ Տեսնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտենյանի հետ, կհանդիպենք։